Եթե Ռուսաստանը փորձում է խփել Եվրոպայի, ինքը ստանում է ֆրանկո-բրիտանական հակահարված, որը արևմտյան Ռուսաստանում, այսինքն այն ինչ-որ ստեղին մոտիկա, Ուկրաինային, Բելարուսին մոտիկա, առնվազն 80 միլիոն մարդ ոչնչացնում է։ Իր համար էլ իմաստ չունի մնացած գործողությունը։ Հենց այդ է սրա ուժը, այս դոկտրինի ուժը, նրանում է, որ դու էլ ոչ մի բան չունես։ Եթե օրինակ նույն ամերիկյան հրթիռների 60%-ը կենտրոնացած են հրթիռային շախտաների վրա, որոնք ասենք չգիտեմ Օրենբուրգում են կամ Ենիսեի ափերով են, ապա ֆրանկո-բրիտանականները Մոսկվայի, Պիտերի, Յարոսլավլի, Վլադիմիրի, Վալդայի, Սոչի, Կրասնոդարի, Ռոստովի տեղ են ուղղված։ Այսինքն այս դոկտրինը ընդ որում ինչքան էլ որ դաժան հնչի, բայց երկրորդ համաշխարհայինի ժամանակ Ֆրանսիան սա հաջողությամբ Ֆրանսիան Մեծ Բրիտանիան հաջողությամբ կիրառել է այն ժամանակ բրիտանական կայսրությունը։ Հիշենք Համբուրգը, հիշենք Դրեզդենը, հիշենք գերմանական այլ քաղաքներ, որոնք ուղղակի զրոյացվում, ոչնչացվում էին։ Ասենք 6 ժամ հրդեհ էր քաղաքում։ Հենց որ քարպինջները հալվում էին, ասենք 1200-1300 աստիճան Ցելսիուսով ջերմաստիճան էին ապահովում քաղաքի մակարդակով։ Հոդս ցնդում էր ամեն ինչ։ Այսինքն իրենք այդ փորձ ունեն, իրենք գիտեն դա ինչ է, եւ իրենք միատել են, ուզում եք միատեցուց տանք այդ որը։ Սրանում է հարցը, որ իհարկե Պուտինը կարա մտածի, որ ինքը ուժեղ տղա է, բայց իրականում ինքը բունկերային առնետ է, վախկոտ։ Որովհետեւ ինքը լավ ասենք դու խփեցի, ուր ես խփելու։ Բայց կարող է եւ չխփել, խոսքը գնում էր սպառնալիքի եւ ասելու, եթե դուք ուզում եք պատերազմ, ես պատրաստ եմ։ Չէ՞, այդ մակարդակով է եղել խոսակցությունը։ Որ իրեն նախ Դեգոլը ստեղծել է դոկտրին, իսկ Մակրոնը դեռևս 6-7 ամիս առաջ Պուտինին պատասխանեց։ Ասեց, բացահայտեց, ասեց, մեր դոկտրինը նենց է, որ մեզ սպառնալիքներ է հերիք, որ մենք խփենք։ Չինաստանի հետ հարաբերությունները, Ֆրանսիայի Չինաստանի հետ հարաբերությունները, դրանք հիմնված են այն փաստի վրա, որ չինական բանում աշխարհընկալման մեջ Եվրոպայի գլխավոր երկիրը Ֆրանսիան է, որտեղ ինքը ունի միջուկային զենք, որտեղ ինքը ամենամեծ բանակը ունի, որտեղ ինքը ամենամեծ ազդեցություն ունի, որովհետև Ֆրանսիան Չինաստանի հետ միասին ՄԱԿ-ում նստած է անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ Ֆրանսիան առաջնորդ է։ Եվրամիության հետ հարաբերություններում իհարկե Կայա Կալասը կամ ասենք չգիտեմ Ուրսուլա ֆոն դեր Լայնը իրանց տեղը ունեն, որ կարող է գնան բանի հետ հանդիպեն, բայց սին հանդիպումը բացառապես Մակրոնի հետ։ Եվ այդ բաները հարաբերությունները տենց են։ Իրանց բավականին հաճախ են հանդիպում այդ մակարդակի պետությունների համար, որոնք G7-ի մեջ են, տարբեր ճամբարներում են։ Ենթադրում եմ, որ բավականին մեծ օրակարգ կա, որը այդ թվում վերաբերվում է օրինակ եվրոպական բաներին, տարիֆներին, չինական ավտոմեքենաների եւ ապրանքների վրա, այսինքն այնտեղ բանկը։ Մյուս կողմից ինչու ոչ, այս բանի այսպես կոչված նախագահի Ամերիկայի հայտարարությունները, որոնք ամբողջությամբ ասում են, դուք գնացեք ջեր ճարը տեսեք։ Գլխի ճարը, հա։ Մաս եղոնք ունենք, գլուխներս քորենք տարբերակով։ Դա Ֆրանսիա, Չինաստան։ Դե փաստացի նոր նշեցի, որ դա Ֆրանսիա չի, դա Այո, Ֆրանսիա չի, միանշանակ, այո։ Այսինքն այստեղ իրականում մեսիջը Տրամպի համար շատ վատն է։ Լուրջ եմ ասում, շատ վատն է, որովհետև որքան էլ որ իրանց մեկնաբաններն ու վերլուծաբանները համարեն, որ հին աշխարհի ամենակարևոր երկիրը ռազմական հանցագործը Բիբի Նետանյախուի հայրենիք Իսրայելն է, ոչ դա տենց չի, եւ Եվրամիությունը համաշխարհային տնտեսության մեջ ամենից փոքր չի, 500-460 միլիոն մարդ է, Ուկրաինայի հետ 500, Հայաստանի հետ 503, սենց բանով էլ ուրախալ, չէ, ինչի համար եմ ասում, որովհետև Հայաստանի հետ դա ավտոմատ նշանակում է, որ ինքը ավտոմատ դուրս է գալիս Իրան, Հնդկաստան, եւ Տրամպի այս դեմարշները իրականում, եթե մեծ բանով նայեք, ինչ է նշանակում,
Եվրամիության երկրները կարան թքած ունենան Ամերիկայի դիրքորոշման վրա Իրանի հարցում։ Կարան Իրանի վրայից պատժամիջոցները հանել։ Կարան թքած ունենան այն աղոթքին, որ տնփեսա Կուշները կամ իր հերը չորեքթաթ մանագալի բանում Ելսիան պալատում ասում խնդրում ենք Իսրայելին բանի պատժամիջոցների տակ մի մտցրեք, կմցնեն։ Ուղղակի կմցնեն։ Ու ստեղ սրացումը կոնֆլիկտի ունեցա, որ ինքը տեղել չունի խոսալու, նկատի ունեմ Տրամփը։ Իսրայելն ասենք մարդկության դեմ հանցագործություն անում, քո ինչ գործ, դուղես։ Մենք մեր դիրքորոշում ունենք, փակում ենք այդ հարցը վերջ։ Նույն բանը Իրանն է։ Իրանը ինչի է պատժամիջոցների տակ։ Իրանի հետ ինչի չեն բանանում։ Տրամփի հորդորով, բայց թեման սենց էր, որ դու եղբայր օգնում ես Ուկրաինային, մենք չենք մտերմանում Իրանի հետ։ Բայց եթե դու չես օգնում Ուկրաինային, մենք ոնց որ թքած ունենք քո Իսրայելի վրա, Իրանի հետ սահմանը բացում ենք, ուրիշ։ Ինչ ես անելու։ Դե տեսեք 70 միլիոնանոց Իրան, ահռելի նավթի եւ գազի պաշարներ, որոնց հետ դու ոչինչ չես կարող անես։ Այսինքն հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները գազի ամենամեծ մատակարարն են, բայց դա ոնց որ Եվրոպայի կամավոր որոշումն է, որ այդ որոշումը կայացվել է, որպեսզի Սպիտակ տանը պատահաբար հայտնված անձնավորությունը եւ իր շուրջ հայտնված ավելի պատահական անձնավորություններ Ուկրաինայի սպորտից, այսինքն աջակցությունից դուրս չգան այդ տրեկից։ Եթե դուրս են գալի, եղբայր Կաթարն է գազ ունի, մեծ հաշվով Իրանն էլ ունի։ Ռուսաստանը վաճառել է Իրանին ըստ ռուս փորձագետների, ովքեր ապրում են արևմուտքում եւ կամ ասենք բանում, իրանք մեծ հաշվով լավ ճանաչում են, որ չգիտեմ, Աբաս Գալամը, որ աշխատել է Կրեմլում։ Ըստ այդ մարդկանց վերլուծությունների, ովքեր որ նաեւ հələ ներսում մարդիկ ունեն, ասում են, որ այդ 5 ժապանոց հանդիպումից հետո այդ այսպես կոչված այդ շրջանցիկ թերթիկներում, որոնք որ հետո ադմինիստրացիան բացատրում, որ հրամաններ է տալիս ամեն մի բան, ասում է եղել է երկու կարևոր ուղղություն, եղել է Լատինական Ամերիկան, այսինքն խոսքը Վենեսուելայի մասն է, եւ Մերձավոր Արևելք, այսինքն ստեղ Գազանա եւ Իրան։ Մեծ հավանականությամբ ըստ այդ վերլուծական, որոնք բան են անում, ասում է Պուտինը վաճառել է այս ամեն ինչի դեմ, ինչպես միշտ, իր դաշնակիցներին, այսինքն ինքը վաճառել է ավտոբուսի շոֆեր Մադուրոին եւ Իրանի ռեժիմ։ Կարող է Իրանի ռեժիմի մասին ինքը բաներ գիտի, միանշանակ գիտի, օրինակ չգիտեմ, նույն միջուկային ծրագրի մասին եւ այլն, ասենք բաներ է մատակարարել այս 300-ներ, այս 400-ներ, ընդ որում Իրանի վերին ղեկավարությունը ասում է, որ այս 400-ները, այս 300-ները ու տրիումֆը արիումի տես չեն կրակել, երբ որ պետք է կրակել, ստեղ մենք բոլորս կեղտոտ ժպտում ենք եւ ասում ենք, որ հա մենք ձեզ զգուշացնում ենք, բայց դե լավ ոչինչ։ Այսինքն դավաճանությամբ հոտ է գալու, որտեղ Ռուսաստանը դե դավաճանություն։ Մեծ հավանականությամբ այս երկուսին վաճառել է։ Այս ամեն ինչի դիմաց, այսինքն այս ամեն ինչի դիմաց այդ որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվում, ինչ է ինքան, ինքը պայման է դնում, որ Ուկրաինան պետքա 28 կետի մեջ, Ուկրաինան ՆԱՏՕ չմտնի։ Եվրոպան եւ Ուկրաինան ասում են գնա գրողի ծոցը, դու չես որոշում ստե, մենք ենք որոշում։ Ու եվրոպական երկրները ասում են ՆԱՏՕ-ն կորոշի, Ուկրաինան կմտնի թե չի մտնի։ Ինչ անում այդ սրիկան, որը նստած է Սպիտակ տանը, ինքը գլխից ասում է ՆԱՏՕ-ն պետք է չընդլայնվի։ Ընդհանրապես ոչ մի տեղ։ Բայց այդտեղ կարևորը որն է, սրիկայությունը որտեղ է։ Այնտեղ կան բալկանյան երկրներ, որոնք ուզում են մտնել, եւ որոնք պետք է մտնեն, որ Եվրոպայի անվտանգությունը ապահովի։ Պետք է մտնեն։ Այնտեղ բացեր կան, էլի։ Նույն փախստականները, որոնք գալիս են այդպես մտնում են, հա։ Բացի Ուկրաինայից, այնտեղ կա, ասենք, Մոլդովա։ Այնտեղ կա Վրաստան։ Ինքը ամեն ինչ անում, հա, եւ բացեի բաց հանրապետականները արդեն ոչ միայն դժգոհություն են հայտնում, այլ մագայից շուտ կոնգրեսականներ են դուրս գալիս, ինքը կարող է մեծամասնությունը կորցնի, բավականին լուրջ բողոքի բան են բարձրանում, որը կապված դե իհարկե իրանք բողոքում են Էփշտեյնից, որովհետեւ դե բանը պահպանողական են եւ իրենց համար մանկապղծությունը շատ ավելի լուրջ վտանգ է Ամերիկայի համար, քան
բանը, ասենք Ուկրաինայի կորուստը, բայց ամեն դեպքում այդ կա այդ գործը։ Ամերիկայի ներսում այդ գործը կա, իրենց բոլորը դժգոհ են։ Եվ մեծ հաշվով որ ինչեմ ես ասում որ այդ մարդու IQ-ն օրեցօր նվազում է։ Ինքը ավելի վատ է անում։ Ամեն որոշումով ավելի վատ է անում։ Այդ նավակի մեջ մարդիկ, որ ընկել են դուրս, որ հրամանատված եղի ոչնչացման, որ ոչնչացրել են։ Դա, ասենք Ամերիկայում շուտ բան է տրակել, ռումբ է տրակել, ես չի սպասում։ Բայց այտենց է այդ հասարակությունը։ Ասում է եղբայր արդեն ոչ մի վնա, ոչ ձեռները բան կար, տմրադիրքով զենք կար։ Լողում էին։ Նա չես խփել։ Հա, տրամաբանական է, կոնգրեսը հավաքվել է բան արել։ Այսինքն Տրամպի իմպիչմենտը նախ պետք է ասեմ ուրիշ մի բան, հա, ինքը ուզում է ստանալ Նոբելյան մրցանակ։ Ինձ մոտ սա արդեն իմ վերլուծությունն է։ Ինքը ուզում է ոչ թե ինքը գիտի, որ Էփշտեյնի ֆայլերի մեջ կա, որ ինքը մանկապիղծ է։ Վստահ եմ, բոլորը գիտեն։ Բացառում է, Մասկն է գիտեր։ Մասկը դրա համար էր ասում, բացեք։ Ինքը ասեց, ես քեզ կոչնչացնեմ, երբ որ իրանք մայիսի կողմերը սրվեց հարաբերությունները։ Ինքը գրեց ասես կոչնչացնեմ, ինձ ասեց չես կարաս դե բաց այդ ֆայլերը, որովհետև Մասկը գիտե ինչ է մեջը, որովհետև իր դոժը այդ ամեն ինչը տեսել է։ Բացի դրանից բուն է Էփշտեյնն է, Էփշտեյնի կողքի մարդիկ էլ գիտեն։ Հիմա ինչ է ինքը անում։ Ինքը գիտի, որ այդ բացվելու է։ Բացի դրանից ինքը գիտի, որ ինքը 32 կետով ճանաչվել է հանցագործ։ Այսինքն Նյու Յորքի դատարանը իրեն ճանաչել է հանցագործ։ Ինքը նախագահ է ընտրվել։ Թե չէ ինքը պետք է նստած լիներ արդեն։ 32 կետով ինքը ճանաչվել է մեղավոր դատարանով։ Վերջակետ։ Հիմա Նոբելյան մրցանակ էր։ Նոբելյան մրցանակը իրան պետք է, որ ինքը պատմության մեջ ու նույնիսկ ոչ թե իր համար, այլ իր այդ վաստակների, զավակների, այդ բարոն, մարոն, բան այդ լակոտների։ Իրանք, քանի որ ինքը ամեն ինչ դնում է իրանց տակ, Կուշներ, Մուշներ, այդ փողերը քերում է, գողանում է, բերում է, կաշառքավերցնում, ասենք, չգիտեմ, Սաուդներից 2 միլիարդ կաշառքավերցրել Կուշների հիմնադրամը տարօրինակաբար, որից հետո Սաուդները ստացել են իրավունք F-35-ի, մինչև այդ ոչ մեկին չէր հասնում, բայց Սաուդներին տվել է այդ բանը, 2 միլիարդը տվել է Կուշներին, այդ հիմնադրամը Սաուդների 2 միլիարդ դրել է Կուշների հիմնադրամի մեջ, դրանից հետո 40 հատ F-35-ի իրավունք հաստատեց։ Այս սաղ կոռուպցիոն սխեմաների մեջ, որպեսզի այդ իր սաղ բարեկամները, աստված մեղք չամարի ժառանգներն ու զավակները չգնան որպես մանկապիղծ հանցագործի զավակներ։ Ինքը իր համար, ինքը տենց իրան դրել է պատրիարխի տեղ, կլան է ստեղծում, որը որ այդ կլանը կլինի տենց շատ հարուստ, շատ ուժեղ, ինքը այս գործողությունն է անում։ Ուրիշ ոչ մի բան, որ ման ես գալի չի ստացվում։ Մենակ ես է ստացվում, Էփշտեյնի չէ, Այնշտայնի։ Տեսությանն է, որ ամեն ինչ գալիս է իրան կպնում է։ Շատ հանգիստ, առանց նատյաշկի։ Առանց Ուկրաինայի հարցի լուծման Նոբելյան մրցանակ կստանա, չի կստանա։